Վլադիմիր Զելենսկիի Բերլին այցի ընթացքում Գերմանիայի իրավապահ մարմինները կուժեղացնեն օդային տարածքի հսկողությունը, կպատրաստվեն անօդաչու սարքեր ոչնչացնելուն, դիտահորերի կափարիչները կփակվեն եւ երթևեկությունը կսահմանափակվի, հայտնել է Բերլինի ոստիկանությունը։ Զելենսկին ժամանելու է Բերլին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ քննարկելու Ռուսաստանի դեմ Եվրոպական միության պատժամիջոցների շուրջ բանակցային գործընթացը, նաև հանդիպելու է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը, թե առանց նրա Ռուսաստանի հետ իսկապես վատ բաներ տեղի կունենային։ Ինչ վերաբերում է Թրամփի այն խոսքերին, թե Պուտինը կրակի հետ է խաղում եւ իսկապես վատ բաներ են կատարվում Ռուսաստանի հետ, ես գիտեմ միայն մեկ վատ բան՝ երրորդ համաշխարհային պատերազմը։ Հուսով եմ Թրամփը դա հասկանում է, գրել է նա իր էջում։ Թրամփի վարչակազմը շարունակում է ամերիկյան համալսարանների նկատմամբ իր ճնշումները ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատներին հրամայելով անհապաղ դադարեցնել օտարերկրյա ուսանողների համար վիզայի հարցազրույցների նշանակումը։ Դաշնային գործակալությունները չեղյալ են հայտարարում Հարվարդի հետ կնքված $100 պայմանագրերը։ Թրամփը բազմիցս ամերիկյան առաջատար համալսարանները նկարագրել է որպես մարքսիստ մոլագարների եւ խելագարների ապաստարաններ եւ երկուշաբթի հայտարարել էր, որ դրանց դաշնային ֆինանսավորումը կուղղի արհեստագործական դպրոցներին։ Եվրամիությունը հանդիպում է խնդրել ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ առևտրային պատերազմի սրման ֆոնին։ Քիչ առաջ տեղեկացավ, որ Եվրոպական միությունը կոչ է արել արագ սահմանել հանդիպումների ժամկետները։ Սա դրական զարգացում է եւ ես հուսով եմ, որ նրանք ի վերջո ինչպես պահանջել եմ Չինաստանից կբացեն եվրոպական երկրներն ԱՄՆ-ի հետ առևտրի համար։ Եմեն եւ Չինաստանը շատ հաջողակ կլինեն, եթե դա անեն, սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Անցյալ ուրբաթ Սպիտակ տան ղեկավարը սպառնացել էր ԵՄ-ին 50% մաքսատուրքերով, քանի որ Եվրոպայի հետ առևտրային բանակցությունները ոչ մի տեղ չեն տանում։ Ավելացված արժեքի արկերը, կորպորատիվ տուգանքները, առևտրային խոչընդոտները, ամերիկյան ընկերությունների դեմ անարդար դատական հայցերը ըստ Թրամփի հանգեցրել են տարեկան ավելի քան $250 միլիոն առևտրային դեֆիցիտի։ Սուեզի ջրանցքով ամերիկյան նավերի համար առանց մաքսատուրքի անցնելու հարցը փակ է եւ սպառված, հայտնել է Եգիպտոսի փոխարտգործնախարար Աբու Բաքր Հեֆնի Մահմուդը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարել էր, որ ամերիկյան ռազմական նավերը եւ առևտրային նավերը պետք է ազատվեն Պանամայի եւ Սուեզի ջրանցքներով անցնելու մաքսատուրքերից։ Դրանք հին խոսակցություններ են, այդ հարցը փակվեց նույնիսկ դեռ քննարկումներ չսկսած, ասել է Մահմուդը անվտանգության ոլորտի ներկայացուցիչների մոսկովյան հանդիպման ժամանակ։ Գազայի հյուսիսում գտնվող լրագրող Ուսամա Ալ-Արբիդի տան վրա Իսրայելի իրականացրած հարձակման հետևանքով զոհվել է 8, իսկ լուսաբացից ի վեր ամբողջ Գազայի հատվածում 15 մարդ, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Առնվազն 3 պաղեստինցի սպանվել է, 46-ը վիրավորվել, երբ իսրայելական զինվորականները կրակել են ամբոխի վրա, որը շտապում էր դեպի Գազայի մարդասիրական հիմնադրամի օգնության կենտրոն։ Միջադեպը լայն քննադատության է արժանացել այդ թվում ՄԱԿ-ի եւ այլ օգնության խմբերի կողմից։ Սվետլանա Թորոսյան, Նոնա Գևորքյան, ABC Media։